Tatian's Travel-ը ներկայացնում է։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Տատյան's Travel հեռուստաշոուն է։ Եթե դուք մտորումների մեջ եք, թե ինչպես անցկացնել 2017 թվականի ընթացքում արձակուրդները եւ որպեսզի այդ արձակուրդները անմոռանալի լինեն եւ հիշվեն եւ լավ լուսանկարներով հագեցած լինեն, լավ տպավորություններով եւ հիշողություններով, ապա առաջարկում եմ բոլորդ հեռուստաէկրանների մոտ միանաք մեզ, որպեսզի մենք ձեզ ներկայացնենք, թե ինչ հիանալի տարբերակներ կան այս տարվա համար։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այս շաբաթվա մեր հաղորդման ընթացքում խոսելու մարտին նախատեսված կանանց տոնին նվիրված նավային ուղևորության մասին դեպի Էնսենադա, Մեքսիկո իր հագեցած շոու ծրագրով եւ նաեւ խոսելու ենք առհասարակ 2017 թվականի բոլոր խմբային ուղևորությունների մասին, որոնք նախաձեռնել է Tatian's Travel տուրիստական ընկերությունը, իսկ հաղորդման վերջին հատվածում ավելի մանրամասն խոսելու ենք հատկապես սեպտեմբերին կազմակերպված խմբային ուղևորության մասին դեպի Չինաստան եւ Ճապոնիա, որը նորություն է այս երկու երկրները միասին կարողանալ խմբային ուղևորությունով գնալ եւ այցելել, սա Tatian's Travel ընկերության կողմից այս տարվա, այսպես ասած, նվերն է արևելյան մշակույթի սիրահարների համար այդ կողմերը տեսնել ցանկացողների համար։ Դե ինչ մնացեք մեզ հետ, շատ շուտով նաեւ տաղավարում է լինելու Ռուբինա Սարգսյանը, Tatian's Travel-ի հիմնադիր տնօրենը եւ մենք միասին կպատմենք այս բոլոր ուղևորությունների մասին։ Tatian's Travel-ը ներկայացնում է Միրան Սարուկյան, Vahik's Comedy Recipe եւ մեր Ռաֆայել Քերին։ Հրավիրում ենք ձեզ մարտի 3-ից մինչև մարտի 6-ը նշելու մեր սիրելի կանանց միջազգային օրը նավի վրա։ Մարտի 3-ից 6-ը միասին կնշենք կանանց տոնը։ Ու միասին ուտել, խմել, քեֆանել, այդպես չի։ Այո։ Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք Tatian's Travel 818 550 87 90։ Դուք դիտում եք Tatian's Travel հեռուստաշոուն, տաղավարում ես եւ Ռուբինա Սարգսյանն ենք եւ հաղորդման առաջին հատվածում միասին խոսելու ենք մարտի 3-ից 6-ը դեպի Էնսենադա, Մեքսիկո նավային ուղևորության մասին կանանց տոնին նվիրված։ Եվ բազմիցս արդեն նշել ենք, որ սա լավ նորություն հագեցած ծրագիր է եւ արտիստն է նոր, այսինքն Tatian's Travel-ի հետ առաջին անգամ է համագործակցում, սիրված արտիստ է արդեն տարիներ շարունակ թե համայնքում եւ թե Հայաստանում եւ նաեւ ներկայացումն է նորը լինելու Վահիկի կողմից ներկայացված։ Այո, անշուշտ ամենը Միրան Ծառուխյանի գիտեն եւ սա առիթ է լինելու, որ դուք 3 օր մոտիկից իր հետ ժամ անցկացնեք եւ վայելեք իր ներկայացումը։ Նաեւ մեր հետ լինելու է Վահիկը Փիրհամզեին իր թատերական խմբի հետ, չմոռանանք մեր սիրելի Ռաֆայել Քերին, որը խոսքատվել 2017 թվականին լավ նորություններ իր խոսքերը մեզի փոխանցի Վահիկը տարիներ ընթացքում միասին աշխատել ենք եւ այս նոր իր կոմեդին է լինելու ինքը ունի քաղաքում, որ արդեն հունվար 22-ին է բեմադրվում եւ հետո լինելու է նավի վրա խոսակցությունը գրնում է այս քրուզը դեպի Էնսենադա մարտի 3-ից 6-ը եւ իր ծրագրերը, որ ներկայացնում ենք, նաեւ մեր հետ միշտ լինում է մեր խմբային, այսինքն tour guide-ը, այդ մարդիկ, որ ցանկանում են Էնսենադայում իջնեն եւ շրջապատեն, ինքը իրանց հետ է լինում, ընդհանրապես 3-ից 4 ժամվա tour-ը կազմակերպում, այդ մարդիկ, որ առաջի անգամ են եղել, ուզում են իջնեն, բայց չեն ուզում մենակ լինեն, ազնիվ այնտեղ է լինում իրանց հետ, նաեւ քաբիների խնդիրն է, որ միշտ զանգում են, հարցնում են Քրուզը հյուրանոցի նման չի, այսինքն եթե քաբին եք վերցնում, քաբինի մեջ նշվում է անձի անունը եւ քանի հոգի եք։ Քրուզը ընդհանրապես տարիքային չի, զեղչերը որ դրվում են, եթե 3 կամ 4 հոգի են քաբինում մնում, ուրեմն 3-րդ եւ 4-րդ անձի վրա է զեղչվում, կապ չունի մեծահասակա թե երեխա է։ Բայց հյուրանոցի նման չի, որ մեկ հատ քաբին վերցնեք եւ ասենք 3-4 հոգի մեջ մնաք, քանի որ նավը բարձրանալու ձեր փաստաթուղթերը պահանջվում է, ինչպես օդանավի տոմս եք գնում, նույնն էլ նավայինն է։ Ձեր լրիվ փաստաթղթային ինֆորմեյշնը նավը պիտի ստանա եւ ամեն մի անձ հաշված է նավի վրա։ Սա ապահովության համար է, եթե Աստված որևէ մի դեպք լինի, իմանում ենք քանի հոգի նավի վրա մարդ կա եւ ամեն մի քաբինում քանի հոգի իրավունք ունի մնա fire zone-ի եւ տարբեր
պատճառներով։ Ճիշտ Այնպես որ հարցումներին ենք պատասխանում, քաբիներում կարող եք մնալ 2, 3, 4 հոգի, Grand Suite-ը մինչև 5 հոգի, որոշ քաբիներ կան շատ սահմանափակված մինչև 5 հոգի, բայց քաբիների size-ը չի փոխվում։ Նույն size-ի քաբիներն ուղղակի անկողինն է ավելանում։ դասավորվածությունը անկողինների հնարավորություն է տալիս, որ մի քանի հոգի ավելի ձեր տեղը նեղալինում, եթե մեծահասակ եք, ընդհանրապես խորհուրդ չենք տալի 3-4 հոգի նույն քաբինում մնալ, քանի որ երրորդ եւ չորրորդ անկողիները ընդհանրապես բանկ բեդ են եւ մի հոգի պիտի վերև բարձրանա, եթե մեծահասակ է, մի քիչ դժվար է իրանց համար այդ բարձրանալը իշները խորհուրդ ենք տալի ավելի լավ է երկու քաբին վերցնեք իրար կողք լինեք, քան թե մեկ քաբին 4 հոգի նույն քաբինում։ Նաեւ հարմարությունը իրա մի քաբինում 5 հոգի շեյր անելը զուգարանը բաղանիքը ավելի դժվար է, քան որ երկու քաբին եք ունենում։ Ունենք ներսի քաբին առանց լուսամուտի, ունենք պատուհանողները եւ junior suite եւ grand suite։ Այնպես որ տարբեր ճաշակի հարմարությունները կան եւ առհասարակ նաեւ նավի մասին խոսելիս ոչ միայն քաբինների մասին, այլ ընդհանրապես հենց inspiration նավն է, չէ՞, մեկնում, այո, հարմարությունների մասին խոսելիս նշեմ նաեւ, որ նավը շատ հագեցած է տարբեր տեսակի ժամանցներով, իհարկե միայն հենց Տատյանս Travel-ի շոու ծրագիր արդեն բավական է, որ արժե նման ուղևորության գնալ, բայց նաեւ հենց նավը ունի իր կազինոն, որի մասին անպայման պետք է նշել, ունի ուտելիք անսահմանափակ քանակությամբ եւ համեղ ուտելիք, կարաոկե, մանկական հատուկ խաղահրապարակ, լողավազաններ, դիսկոտեք, ամեն ինչ կա, որպեսզի մարդը կարողանա թեկուզ 3 օրվա ընթացքում, բայց այսպես հանգստանալ, կտրվել իր առօրյա գործերից, հոգսերից եւ վայելել։ Մանկական ծրագրերը իրանց տարիքով բաժանված է, այնպես որ երեխաները այսինքն միտքդ հանգիստ պիտի լինի մինչև 7 տարեկան ջոկ են, մինչև 12 տարեկան տարբեր ծրագիր ունեն եւ թինեյջերները իրանց համար լրիվ տարբեր ծրագիր ունեն, այնտեղ երեխաների համար հատուկ ձերի աշխատանքային ծրագրեր, լողավազան եւ իրանց հետ միշտ մի հոգի կա, այսինքն մեկից 2 հոգի իրանց հետ կապ ունի, քանի հոգի հսկողության տակ են, այնպես որ ապահով են եւ իբրև ծնող դուք էլ կարող եք ձեր ժամը ունենաք եւ վայելեք բոլոր ծրագրերին, ինչպես ասեցիք, նավը ինքը ունի տարբեր շոուեր եւ մեր շոուի ժամերը նավի շոուի ժամերին չի խանգարում, այնպես որ կարող եք բոլոր ծրագրերը վայելեք առանց մտահոգության։ Ճիշտ է, եւ վայրի մասին էլ Ռուբինա, մի փոքր էլ խոսենք հենց Էնսենադայի մասին։ Ես նշեմ, որ ճիշտ է, որ մեր հեռուստայտողներից շատերը սա արդեն երևի հնարավոր է երրորդ անգամը լինի կամ երկրորդ անգամը լինի, որ ուղևորվում են այդ վայր, սակայն կարող եմ ասեմ ավելի շատ, որտեղ մենք ունենք հաճախորդներ, որ տարիներից ընթացքում բոլոր մեր քրուզները մեր հետ մասնակցել են։ Եվ ի՞նչն է գաղտնիքը։ Գաղտնիքը հենց վայրի մեջ չէ, չնայած որ Էնսենադան իր ամբողջ գրավչությունը եւ հրապուրությունը ունի մեքսիկական իր կոլորիտով, բայց գաղտնիքը հենց վայրի մեջ չէ, այլ ամբողջ ընթացքի մեջ է, թե ինչպես է նավը հասնում այնտեղ։ Որովհետեւ ես չեմ ճանաչում այնպիսի մեկին, որը կարող է ասել ծովափ, լողափ այլևս չեմ ուզում գնալ, որովհետև այնտեղ արդեն եղել եմ։ Այո, լողափում միգուցե եւ եղել ես, բայց ամեն անգամ տարբեր ձև է անցնում, ամեն անգամ միգուցե էլ ավելի լավ է անցնում եւ վստահաբար այս անգամ այս դերասանական կազմը եւ այս արտիստը ամեն ինչ անելու են, որ անկրկնելի լինի ամբողջ ընթացքը ուղևորության։ Նաման 2017 թվականին Carnival Cruise Line-ը իր այդ ճամփորդական ուղևորությունը մի փոքր փոխել է։ Այնպես անցյալում շաբաթ օրներ միշտ կանգնում են Էնսենադա եւ Կիրակի ջուրի վրա ենք լինում, այլ այս անգամ իրանք փոխել են շաբաթ օրը ջուրի վրա են եւ Կիրակի Էնսենադա, այնպես որ Էնսենադայից հետո ուղղակի հետ ենք վերադառնում Լոս Անջելես։ Մի քիչ տա փոփոխություն կա։ Դե ինչ, սիրելի հեռուստայտողներ, Ռուբինա, ունենք ավելի մանրամասն այս ուղևորության մասին նոր տեղեկատվություն հաղորդելու։ Ուղղակի ունենք մեր անցյալ այսպես խմբային ճամփորդությունից մի փոքր տեսահոլովակ, որ կարող են ցույց տանք եւ ժողովուրդ տեսնեն, թե ինչպես կարող են իրանց ժամ սպեցիալ լինել, մոտարապես պատկերացնենք ձեզ, կարող է սպասի ձեզի այդ քրուզը։
ներկայացնում է Միրան Սարուկյան, Վահիքս Comedy Recipe եւ մեր Ռաֆայել Քերին։ Հրավիրում ենք ձեզ մարտի 3-ից մինչև մարտի 6-ը նշելու մեր սիրելի կանանց միջազգային օրը նավի վրա։ Մարտի 3-ից 6-ը միասին կնշենք կանանց տոնը։ Ու միասին ուտել, խմել, քեֆանել, այդպես չի։ Այո։ Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք Tatian's Travel 818 550 87 90։ Եթերում է Տատյանց Travel հեռուստաշոուն, իսկ այս պահին առաջարկում եմ պարզենք, թե 2017 թվականին էլ ինչ խմբային ուղևորություններ է նախապատրաստել կազմակերպել Տատյանց Travel տուրիստական ընկերությունը։ Կպատմես Ռուբինա, ինչ ծրագրեր կան այս տարվա համար։ Անշուշտ 2017 թվականը ճոխ տարի է լինելու, մարտից սկսած մինչև տարվա վերջը համարյա թե ամեն ամիս 1 կամ 2 ծրագիր ունենք արդեն դասավորված եւ սա խմբային ծրագրներ են, չմոռանանք, որ մենք բոլորիդ համար կարող են կազմակերպել անհատական ձեր ճամփորդությունները, թե թռիչքները եւ թե ասենք ծովափի հանգստյան վայրերը, բոլորը կարող ենք ամեն անհատների համար դասավորել։ Չմոռանաք, եթե ունեք խումբեր, դուք ընտանիք խումբ եք կազմում, կարող եք դուք լավագույն պայմաններ ստանաք մեզանից, նաեւ եթե ունեք մեծ խումբ, ասելով, դուք հատուկ զեղչեր եք ստանում իբրև այդ խումբի ղեկավար, ձեր խումբի, այսինքն մասնակցությամբ դուք ստանում եք այդ զեղչերը։ 2017 թվականին խմբայիները ինչ որ անցյալ տարի մեզի բավականի պահանջել են, ուրեմն ըստ պահանջի ենք մենք դասավորել մարտ ամսից սկսած, ուղղակի հիմա իր մասին արագ խոսենք ու հետո ծրագրի վերջին մեկ հատ շատ կարևորի համար ավելի մանրամասը։ Մարտ ամսից սկսած մենք ունենք Քյուբա, սա 8 օրվա շրջապտույտ է, ունենք 10 օրվա Չինաստանի շրջապտույտ, անցնում ենք ապրիլ ամիսը, որը ունենք Ֆրանսիա եւ Իսպանիա խմբային ճամփորդությունը, մայիս ամսին չմոռանանք ունենալու ենք մեր մայրերի օրվա կրուզը նորեն, որի մասին շատ հետո կխոսենք, թե ովերք են լինելու։ Մայիս ամսին ունենք մեր ուխտագնացությունը դեպի Երուսաղեմ։ Հունիս ամսին ունենալու այս տարի 3 հատ Ալասկայի թուր ենք ունենալու, հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին։ Ունենալու ենք նաեւ շատ կարևոր ճամփորդություն դեպի Իտալիա եւ Հունաստան ամառը։ Ունենալու ենք Իսպանիա, հարավային Ֆրանսիա եւ Իտալիա ճամփորդությունը, նաեւ ունենալու ենք Չինաստան եւ Ճապոնիա սեպտեմբեր ամսին, սա բավականի սիրված ճամփորդություն է եւ պահանջ բավականի ունեցել են, կարողացել ենք դասավորենք։ Հոկտեմբեր ամսին ունենալու ենք մեր շատ կներեք ուղղակի այնքան շատ բաներ կա ուզում եմ հերթականությունով հիշեմ, նորեն Եվրոպայի վրա ենք թուր ունենալու եւ նոյեմբեր ամսին ունենալու ենք մեր Thanksgiving-ի նորեն cruise-ը, 5 գիշերվա դեպի Cabo San Lucas, Princess նավով, այս տարի 2016 թվականին որ գնացինք բավականի հաջող էր, մյուս ծրագրերին մենք կաշխատենք ձեզի մեր տեսանյութերից ցույց տանք, թե ինչ ձև է անցել մեր նավային շրջապատույտը։ Դեկտեմբեր ամսին ունենալու ենք մեր Christmas Market-ի Danube River Cruise-ը, նաև աշխատում ենք, որ ամառը նորեն մեկ հատ Danube-ի վրա ունենանք River Cruise եւ Ռուսաստանի վրա White Nights նորեն ունենանք նման շրջապտույտ։ Այնպես որ 2017 թվականը բավականի լիքն է ճոխ է, նաև կազմակերպել ենք եւ հրատարակվում է մինչեւ շատ շուտով մեր ընդհանուր ծրագրերի այս գրքույկը, այնպես որ ցանկություն ունեք, կարող եք զանգել գրասենյակ 818-550-8790, ձեր հասցեն տակ եւ ձեզի մենք post կանենք, իմանաք ընդհանուրը ինչ է կատարվում մեր ընկերությունում։ Այո, որպեսզի ոչ մի ուղևորություն ուշադրությունից չվրիպի եւ բաց չթողնեք, այլ նախորոք ունենաք ծրագիրը, մի լավ մտածեք ընտանիքով եւ որոշեք, թե ուր եք ուղևորվելու կամ միգուցե նաեւ զույգերով։
Անշուշտ։ Իսկապես հագեցած ծրագիր է 2017 թվականից սպասվում։ Բոլոր վայրերն էլ ցանկալի են վստահ եմ հեռուստատիտողների կողմից։ Ուղղակի ինչ որ կազմակերպել ենք, գալիս է մեր հաճախորդների պահանջից, որ թե ինչ են ուզում խմբային այդ ճամփորդությունները լինի։ Իսկ նորեն ինչպես ասեցի, անհատականը մեր գործը միայն խմբային չէ, մենք ունենք անհատականը 2017 թվականին նորությունները դեպի Երևան թրիշկային Lat Airways-ը, որը Polish Lat Airways-ը կարծեմ հայերենով ասում եմ Պոլշա, այդ ձևիկ իրանք շաբաթի 2 անգամ Լոս Անջելեսից թռնելու են դեպի Վարշավա եւ Վարշավայից Երևան։ Սա նոր թրիշկ է եւ դեռ տեղի չի ունեցել, կատարվելու է ապրիլ ամսից, հույսով ենք որ կշարունակեն։ Իսկ Qatar Airways-ը, ինչպես գիտեք, անցյալ տարի միշտ 4 անգամ էր թռնում դեպի Երևան, իրանց թրիշկը հիմա 5 անգամ է շաբաթական եւ աշխատում են որ դարձնեն շաբաթի 7 անգամ, դա չգիտեմ այս 2017 թվականին կլինի թե ավելի ուշ, բայց բավականի հաջող է իրանց թրիշկները, նամանավանդ Ջամրուկի կողմից, որ ամեն մեկը իրավունք ունեն 2 Ջամրուկ ունենան, երեխաները անշուշտ ավելնոր զեղչեր ունեն իրանց համար, ունենք Aeroflot-ը, Հայաստանի վերաբերյալ խոսակցությունը, նաև Air France-ը։ Այո, Հայաստան այստեղից ուղևորվելի շատ կարևոր է ճամպրուկների հարցը եւ ճամպրուկների քանակությունը եւ Qatar ավիաուղիները հնարավորություն տվեցին վերջապես անվճար ել ավելի մեծ քանակությամբ վերփոխադրել։ Բայց Aeroflot-ը ցավոք սրտի իր երկրորդ ճամպրուկի եւ երրորդ ճամպրուկի գինը բարձրացրել է, so դա մի քիչ կարծում եմ իրանց համար այդքան էլ լավ չի, բայց կարող է, չգիտեք, անգերությունները միշտ նայում են օտար անգերությունները ինչ են անում ու կարող է նրան հատուկ քաղաքականությունը ներքին հատուկ հաշվարկներ են, դա արդեն տարվա վերջում պարզ կլինի Aeroflot-ի ավիատոմսերի վաճառքի քանակությամբ, հատկապես տուրիստական ընկերությունները հեշտ կզգան տարբերությունը։ Ժողովրդի իմ կողմից կարող եմ ասել, մարդիկ հայկական խոսակցությունը մի քիչ լավ բարի չի, մի լսեք ձեր հարևանը ինչ ասում կամ ձեր մյուսը ինչ ասում, դուք ընտրեք այն ինչ որ ձեզի հարմար է, ձեր բյուջեին, ձեր ամեն ինչով։ Մենք իբրև իրանց վաճառքի կենտրոն որևէ մեկից իրավունք չունենք վատաբանենք, քանի որ իրոք վատաբանելու ոչ մի բան չկա, այլ նախընտրությունը ձերն է, թե որ մեկը ձեզի ավելի հարմար է եւ ձեզ ձեռատալի այդ ընկերության հետ ճամփորդեք, թե գնայինը, թե ժամով, թե ինչ առավելություններ ունի։ Դա ձեր որոշումն է եւ մի թողեք ձեր հարազատները ձեր համար այդ որոշումը կատարեն։ Կարծում եմ արդեն ժամանակն է որ մենք եզրափակվենք եւ անցնենք ավելի մանրամասն Չինաստան-Ճապոնիա ուղևորությանը կարճ դադարից հետո իհարկե։ Tatian's Travel-ը ներկայացնում է Miran Sarukyan, Vahik's Comedy Recipe եւ մեր Ռաֆայել Քերին։ Հրավիրում ենք ձեզ մարտի 3-ից մինչև մարտի 6-ը նշելու մեր սիրելի կանանց միջազգային օրը նավի վրա։ Մարտի 3-ից 6-ը միասին կնշենք կանանց տոնը։ Ու միասին ուտել, խմել, քեֆանել, այդպես չի։ Այո։ Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք Tatian's Travel 818 550 87 90։ Եվ այսպես ելի հեռուստայտողներ, ինչպես արդեն դուք տեղեկացաք հաղորդման սկզբում, սեպտեմբեր ամսին Tatian's Travel-ը խմբային ուղևորություն է կազմակերպել դեպի Չինաստան եւ Ճապոնիա, այս երկու հիասքանչ երկրները, մեկը իր իհարկե 8-րդ հրաշալիքով հայտնի, չինական մեծ պատով եւ ոչ միայն մի շարք հիասքանչ վայրեր կան այցելելու այս հսկա երկրում, մեծ անսահմանափակ տարածությամբ այս երկրում շատ ու շատ հետաքրքիր վայրեր կլինեն տուրիստների համար եւ իհարկե ծագող արևի երկիր Ճապոնիայի մասին նույնպես խոսելու ենք եւ դիտելու ենք գեղեցիկ տեսանյութ, որովհետեւ իր հրապուրանքն ու առանձնահատուկ գրավչություն ունի նաեւ հենց այդ երկիրը։ Ուրեմն թուրը լինելու է սեպտեմբեր 14-ին, 15 օրվա թուր է, այնտեղ գնալու ենք Բեյժինգ, Շանհայ եւ Ժիան, Չինաստանում, հետո նորեն ինքնաթիռով փոխադրվում ենք դեպի Օսակա, սա Ճապոնիայում է, մնալու ենք Օսակայում, մնալու ենք Քյոտո, որը բոլոր իրանց շրայները բանը Քյոտոյի մասում է լինում, արիթ կունենակ, որ նաև այցելեք Mount Fuji,
տեսարանը տեսնեք Այո։ եւ դրանից հետո 2 գիշեր մնալու ենք Թոքիոյում ու կտեսնեք թե ինչպես այդ քաղաքը այդպես ինչպես ասած it's a busy life ամենեսված վզանքի մեջ են բայց այդ ամենից հետո Ճապոնիայի մաքրությունը եւ ժողովրդի համեստությունն ու իրանց շնորհքը հիացնելու են։ Դիտենք տեսանյութ այս պահին։ Breathtaking natural beauty. Amazing living history. Exotic foods. Fun and excitement. Peaceful tranquility. Japan is a destination oft overlooked by the West. Perhaps it's time you took a closer look and considered vacationing in Japan. Japan is a wonderful dichotomy of ancient past and future high-tech. It's where you can stroll down ancient streets and visit castles half a century old, all the while located in some of the most modern and technologically advanced cities in the world. You might think that in a country with a reputation for being crowded that you can't get away to remote places and enjoy nature, peace, quiet, and solitude in Japan. If you thought that way, you would be mistaken. Getting around in Japan is easy and convenient. Japan is considered to have one of the best mass transit systems in the world. The system is fast, clean, efficient, and safe. In fact, crime in Japan is almost non-existent. It is one of the safest places in the world you can travel. And you'll find signage in both Japanese and English everywhere you go, so you can easily navigate your way. One of the best treats of which you can indulge is to stay at one of the many traditional Japanese-style hotels, located everywhere you go throughout the country. You'll find wonderful traditional tatami rooms and furnishings, and of course, fabulous food. The aim of many of these hotels is to treat Westerners to a traditional Japanese experience, and we suggest you take them up on it. Japan is famous for its temples and shrines. The wonderful gardens and pristine landscaping make for tranquil, relaxing strolls to lessen the stress from your life. Which is what a vacation should do for you. One of the best reasons to come to Japan is for the food. And we are not just talking sushi. Japan is a place that embraces international cuisine. If you can find it in New York, Paris, or even Bombay, you can probably find it in Japan. But since you are in Japan, why not enjoy the native menu? Maybe something exotic, like pufferfish. If you are in the mood for a more active vacation, Japan has you covered. Scuba diving, golf, skydiving, whitewater rafting, mountain climbing, surfing. The Japanese are nature and outdoor lovers too, so you'll find plenty to keep you occupied. Japan. It's the vacation destination you might not have considered. But take a look, and you'll see a treasure waiting for you to explore and enjoy. Դիտեցինք հետաքրքիր տեսանյութ, Ռուբինա նաև վերջին հարցը, քանի որ եթերաժամը ցավոք սրտի անսահմանափակ չէ, երբ է պետք արձանագրվել այս ուղևորության համար, լավագույն ժամանակը երբ է։ Բոլոր շրջապտույտները սահմանափակ են տեղերը, այնպես որ հիմիկմանի ժամանակն է, որ արձանագրվեք եւ ձեր տեղերը ապահովել։ Հիմա դե փոքր խմբեր են ուղևորում։ Փոքր խմբեր են, մեծ խմբեր չեն անում, փոքր խմբեր են եւ դրա համար նամանավան
Չինաստանը, Ճապոնիան բավականի դժվար է իրանց հյուրանոցները այդ դասավորելը, սահմանափակ տեղերն եւ հիմա է ժամանակը, որ կարող եք արձանագրվեք եւ դուք էլ վստահ լինեք, որ կարող եք մեզ հետ միասին վայելեք նման տեսարժան վայրերը։ Շատ շնորհակալ եմ Ռուբինա հետաքրքիր տեղեկատվության համար։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այս շաբաթվա հաղորդումը նույնպես մոտեցավ իր ավարտին, հաջորդ շաբաթ անպայման հանդիպելու ենք ելի հետաքրքիր առաջարկներով։ Դուք շտապեք արդեն ընտրեք կոնկրետ վայրը եւ զանգարեք Տատյան's Travel տուրիստական ընկերություն, որը ձեզ հետ է յուրաքանչյուր քայլափոխում։ We are with you every step of the way. Կհանդիպենք հաջորդ շաբաթ, հաջողություն։ Ստեսություն։ Տատյան's Travel 818 550 87 90